Աստված օրհնի ձեզ։ Ուզում եմ խոսել այսօր մի շատ հետաքրքիր տեղից։ Միգուցե շատ կարդացել եք, բայց չենք անդրադարձել սրան շատ ավելի խորությամբ նայելու։ Խոսքը վերաբերվում է Մատթեոս 10-րդ գլխի 41 եւ 42 խոսքերին։ Գիտեք, ըստ իս, ինչքան որ ես հասկանում եմ հոգևորությունից կամ ավետարանից կամ Աստծո խոսքից ընդհանրապես հոգևոր այդ ամեն ինչից, ինչքան որ Աստված շնորհք է տվել հասկանալու, ամենամեծ պրոբլեմներից մեկը, որ իրան ես կդրեմ առաջնային շարքերում, որ պրոբլեմա բոլորիս համար, դիմացինին իրա դիրքում և իրա օծությամբ, իրա ամեն ինչով ընդունելու պրոբլեմն է։ Ես մտածեցի սխալ համար է դրա համար, տեսամ ոնց որ անհասկանալի է, մտածեցի ուրիշ համար է, չէ, ճիշտ համար է։ Լսեցիք, բայց ինչ եմ ասում։ Մեծ խնդիրներից մեկն է նա, որ մարդը չի կարող մարդուն, գիտեք, մենք կարող ենք ասենք իմ տեսակի մեջ ինձ ընդունեք, դեմ չէ։ Բայց մենք պիտի կարելի ես այսօր դրա մասին չեմ խոսում։ Մենք պիտի կարենանք ընդունենք մարդուն այն դիրքի, այն հոգու, այն օծության մեջ, որ Աստված իրան դրել է։ Ամեն։ Ես ասել եմ, ես խոսում եմ քո տեղը, իմ տեղը։ Հավատացյալներից մեջ սխալ մտածելակերպի պատասխան եմ տալիս, իրան հարց եմ տալիս, որ իրան բացահայտեմ։ Ես սենց եմ։ Ես ունեմ վատ բնավորություն։ Ես վատ բաներ եմ անում։ Ինչ կուզեմ կանեմ, բայց դու ինձ պիտի ընդունես։ Պռնումա։ Ես խոսում եմ այսօր դիրքի մասին, խոսալու եմ, կրկնում եմ, այն հոգու, այն օծության, այն պարգևի, այն ամեն ինչի մասին, որ Աստված տվել է հավատացյալներին և մենք իրարու պիտի ընդունենք և ընդունելուց հետո խոսալու եմ վարձքի մասին։ Շատ հետաքրքիր է, խնդրեմ լսես։ 41 ամեն ինչ, մի հատ անցում արա 41։ Տեր Հիսուս Քրիստոս մեր թվարկության առաջին դար լավ է պատմում։ Հասել ես խոսքերը։ Ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձք կստանա, և ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձք կստանա։ Մեկ ուրիշ թարգմանությամբ, ով որ մարգարեին ընդունում է մարգարե լինելու պատճառով, բացատրած եմ ասում, ստանալու է մարգարեի վարձք, ով որ արդար է ընդունում, արդար լինելու պատճառով, արդարի վարձք է ստանալու։ Դուք տեսաք, ընդունելու պատճառը ինչքան կարևոր է։ Նա անմիջապես կապ ունի վարձք ստանալու հետ։ Տեսաք, ով ուզում օգնվի։ Կարծում եմ բոլորս։ Ահա բանալի։ Գիտեք, ֆիզիկական ոչ մի գործողություն այս երկու պատվերի մեջ կամ բացատրության մեջ գոյություն չունի։ Բացարձակ ֆիզիկական ոչ մի գործողություն։ Ընդունելության ամբողջ խնդիրը հարցը Տեր Հիսուսի ասած կապված է ընդունողի սրտի մեջ տեղի ունեցող սրտի դիրքի հետ։ Չի ասում, եթե մարգարեին լավ բամբաներկով կոֆե տաս։ Եթե արդարին լավ մի հատ սենց խորովածի
Հրդուչ տասուտի չգիտեմ։ Ասում է ով որ կընդունի ներսում սրտի մեջ այս է մի հատ ասա այս է մի հատ բան ասեմ են որը մեկը պատմում էր ես չեմ կարդացել էդի ուղղակի մի հատ հոգևոր մարդու պատմած եմ ասում ասում է գիտնականները հայտնաբերել են նոր բանը նոր բան ինչ որ կա մտքի մեջ ուղեղում նույնից կա մարդու սրտի մեջ պրոստո չի երևում էդի գլխավոր ազդակը ստից է գալիս ինչ որ ստեկ ասում նույնից ստեկ է չգիտեմ գիտնականներն են ասում բայց ես դրա մասին չեմ կարող ուզում ուղղակի ուզեցա ասեմ էդի հիշեցի ուզեցա ասեմ եթե մենք մարգարեին ընդունում ենք հեսա կասեմ ով է մարգարեն ով է արդարը եթե մենք մարգարեին ընդունում ենք նրա համար որ ինքը մարգարե է դուք տենում եք պատճառը մենք դրա համար ենք վարձք ստանալու եթե ես կամ ձեր տուն դուք ինձ լավ յուրասիրեք բայց դուք ձեր սրտի մեջ չեք ընդունում որ սա հովիվ է դուք դրա համար վարձք չեք ստանալու նույնն էլ ես ձեր համար ինչքան ուզում ես ճոք սեղան բռի ինչ լավ բան վերաբերում դրական ուզում ես ցույց տուր եթե սրտի մեջ այդ անձը ընդունված չի որ այն կատեգորիայի մեջ որի մեջ Աստված իրան դրել է դու չես կարող վարձք ստանալ ինչ ուզում ես անել ով է մարգարեն մարգարեն ես ուսումնասիրել եմ այս տեքստում իշխանության սիմվոլն է հոգևոր իշխանության բարձրի ուղղակի Հիսուսն օգտագործել է մարգարե բառ որտեղ այդ մշակույթում ավելի շատ այդ բառն են ընդունելի մարդկանց համար ավելի հեշտ ու հասկանալի լինելու համար դա խոսում է ուշադրի լսիր այն մեկի մասին ով հոգևոր դաշտում եկեղեցում չգիտեմ հոգևորության մեջ ավելի բարձր է քո վրա է քան որ դու Սրա մասին է խոսքը ոչ տենց ուղղակի եթե մարգարե եթե չէ օրինակ ուսուցիչ է չեմ ընդունում հասկացաք ինչ եմ ասում մարդ ով որ դրված է քո վրա կամ եկեղեցում հոգևորության մեջ նա ավելի բարձր է քան ես ու դու ենք եթե մենք մեր սրտի մեջ նրան այդ դիրքի մեջ չենք կարողանում ընդունել մենք վարձ չենք ստանալու ինչ ուզում ես արել մարդու համար Ամեն, հասկանալ եմ թե չէ, ամեն, իմանայք, ուրեմն գոյություն ունի երեք կատեգորիա, մարդ, որը քեզնից մեծ է, բարձր է, մարդ, որը քեզ հավասար է, և մարդ, որը քեզնից փոքր է, ինչ ասում հոգևոր, տարիք հետ կապ չունի, ամեն, և երեք կատեգորիաների մեջ է, մենք ընդունելության հարց ու պատասխան ունենք, հեսա գնայինք մյուսը, իմանայք, Եվ մարգարեն իմ ու քո վրա դրվածն է, ինձնից ու քեզնից բարձր է, ամեն? Կերպեմ եմ, ինձնից ու քեզնից, ով է ընդունում, որ հոգևորության մեջ կան մարդիկ, որ իրանից բարձր է։ Հասկացաք ինչ է, դու չես էդիվ մենակ։ Մարդ կա, որ քեզնից բարձր է, կան հազարավոր մարդիկ Արսեն ջան, որոնք հոգևորության մեջ քեզնից 1000 անգամ բարձր են։ Եվ դու եթե ուզում ես իրանց վարձքից ստանաս, դու քո սրտի մեջ իրանց պիտի ընդունես։ Ամեն։ Հիմա ով է արդարը։ Տեր Հիսուսի ասած արդարը ով է, եթե արդար ընդունես, արդար լինելու պատճառով արդարի վարձք ես ստանալու։ Արդարը քեզ հավասարն է։ Մենք ասա ինձ հավասար է։ Քրիստոսով արդարացած մարդը, որ հոգևորության մեջ դուք նույն կատեգորիայի եք, նույն ուռովենի վրա եք, նույն ծառայության, նույն կարգի մարդիկ եք հոգևորապես, և դու եթե կարողանում ես իրան ընդունել այդ պատճառով, որ ինքը քեզի հավասար է, քեզնից պակաս չի, դուք ինչքան դժվար է։ Աստից ես որ ուսումնասիրում էի, մտածում էի, ասեցի Տեր Աստված մոտս էլ գրել եմ, ասում եմ ըստ իմ անձնական կարծիքով ամենադժվարը արդարին ընդունելն է։ Ես կներեք, այդպես եմ հասկանում, կարող է դու չէ, դու էլ քո ձևով ճիշտ լինես։
Արդարին, այսինքն հավասար ընդունելն է ամենադժվարը, ոնց։ Այս մեկը հասկացանք, հա բարձր է, տարբերակ չունեմ, ակնհայտ է ընդունում եմ։ Բայց հավասարին, որ ինձնից ոչ մի բանով առավել չի, մենք իրար հավասար ենք։ Ոնց ընդունեմ այս մարդուն իր դիրքում, որը ինձ հավասար է։ Չէ, ես ոնց որ ավելի առավել եմ, չեմ կարող իրան ընդունել։ Եթե դու քեզ հավասար մարդուն ընդունում ես որպես քեզ հավասար, դու ստանալու ես արդարի վարձքը։ Հասկանում ես ինձ։ Եվ 42-ը Անահիտ։ Հաջորդ այսինքն էլի։ Ասում ով որ այս փոքրներից մեկին որպես իմ աշակերտ լսեցիք։ Մի բաժակ սառը ջուր խմցնի, բնավ իր վարձքը չի կորցնելու։ Ճիշտ ասեցի։ Իմանայք։ Դուք տեսաք 3 հոգի։ Մարգարե, արդար, փոքր։ Որի անունը Հիսուսը դրեց նա 3 էլ մարդ են։ Մեկին ասում ասա մարգարե, քեզնից մեծն է հոգևոր, որ ես եմ դրել։ Մեկին ասում է սա արդար է, որ քո հավասարն է եկեղեցու, դուք իրար հավասար եք, նույն ծառայության մեջ եք։ Մյուսին ասում է, որ սա քեզնից փոքր է, բայց ինքը իմ աշակերտն է։ Տեսեք, պաշտոն է շեշտում։ Մեկը մեծ է մարգարե է, մեկը հավասար է արդար է, մեկը փոքր է, բայց աշակերտ է։ Հասկանում ես ինձ։ Կրկնում եմ, մեկը մեծ է մարգարե է, մեկը քեզ հավասար է արդար է, մեկը քեզնից փոքր է, աշակերտ է։ Եվ եթե դու այդ աշակերտին մի բաժակ սառը ջուր ես տալիս, որովհետև նա Հիսուսի աշակերտն է, դեմեք տալու մոտիվացիան, պատճառը։ Դուք տենում եք, որ դրա մեջ դիմացինի համար անել կա, ոչ թե քո համար։ Այս 3 բաների մեջ ոչ մի անել քեզ չի, քո համար չի, դա դիմացինի համար անել է, բայց ավտոմատ կերպով հետ է վերադառնում քեզ նույն վարձքը, ինչ որ դու ուրիշի համար անում ես։ Ամեն։ Լսեցի՞ք ինչ եմ բարդ եմ խոսում ձեր քեզ համար։ Ամեն։ Հիմա գիտեք սաղջուրն ինչ է։ Իր այդ պահի ամենաճիշտ կարիքը, որ դու տալիս ես իրան։ Նա քեզնից նայքան փոքր է, որ քեզնից մի բաժակ սառը ջուր ստանալու կարիք ունի։ Նայքան փոքր է, որ նայմա քեզ, ասում ծարավ է մի բաժակ ջուր կտաս ինձ, ես Հիսուսին եմ պատկանում, դու էլ ես Հիսուսին պատկանում, բայց ես նայում եմ քեզ։ Մի բաժակ սառը ջուրը դա այդ պահի կարիքն է, ես նայել եմ։ Այդ պահի կարիք ինչ ուզում եք մարդը, ինչ այրան է դիպեր, ու դու իրան տալիս ես էթի, ասում տեսակ, բայց չի շեշտում ինչ վարձք։ Դերում եք ինչի ձևի եմ կարդացել, սա։ Բայց չի շեշտում ինչ վարձք։ Ընդեղ ասում է մարգարեի վարձք, ընդեղ ասում է արդարի վարձք, բայց փոքրի պարագայում չի ասում, ինչ վարձք ես ստանալու դու։ Ասում է վարձքը չես կորցնելու։ Ես հավատում եմ, որ սա շատ մեծ վարձք է, որտեղ Հիսուսը իր յանից է հետի տալու։ Հայտնության մեջ ասում է, ահա ես գալիս եմ, և իմ վարձքը, մի հատ ասա իմ վարձքը, Հիսուսն ասում է իմ վարձքը իմ հետ է, գիտեք դա մի հատ հավելյալ առանձին վարձք է, որ ինքը իր կողմից տալիս է, առանց նրա հետ կապ ունենալու, թե դու ինչ ես արել, ինչ չես արել երկրի վրա, քո ապրած ժամանակը։ Ամեն, լսում ես ինձ, ամեն, իմանայք, ինչ եմ անում ես, ես եթե խնդիր ունեմ, ես գիտեք ինչ եմ ասել այսօր Աստծու, գրել եմ մոտս, ասում եմ Տեր Աստված, շնորհակալ եմ, դու եմ մի հատ իմ հետ ասա, հարկ ես, որ թեև ինձ մարգարե չես դրել, շատ մեծ տեղերում չես դրել, բայց ճար ես կթել, հնարավոր ես դարձնել, որ ես կծվեմ այդ մեծ հոգևորի վարձքին իրը դրեց ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ իմ կողքին դրել ես արդար, ինձ հավասար մարդ, որոնց ընդունելով ես իրան նույն վարձքը կարողանալ եմ ստանալ, ինձ կծել ես
թեև դիրքս այդքան ծառայության դիրքս, պաշտոնս, կարող է այդքան մեծ չի, կարողության համեմատից մի քիչ ցածր ես տվել, բայց հնարավորություն ես տվել մեծի վարձքի կացորդ լինելու, կացվելու նրա վարձքից ստանալու համար։ Մեկ պատճառով ինչ ես անում, ոչ մի բան։ Ինչ գործ ես անում, ոչ մի բան, ուղղակի խնդիր չունեմ մեծին ընդունելու։ Ստեղ խնդիր չունեմ իմ հավասարին ընդունելու։ Ստեղ խնդիր չունեմ փոքրերին արհամարելու, փոքրերին եմ տալիս, ասում եմ, հեսա։ Գիտեք, իմ կարծիքով ամենահեշտը փոքրերի հետ է, կներեք։ Դա իմ կարծիքն է։ Միգուցե դու այդպես չմտածես, ամենահեշտը փոքրերի հետ է, գիտեք խի։ Խիա հեշտ, որովհետև չբժշկված մարդը փոքրերի հետ շփվելուց իրան մեծ ասում, իրան դզում այլ։ Դրա համար փոքրերի հետ հեշտ է ինքի։ Բալաջան, Աստված որ, բավոս, ես ինձ մեծ եմ զգում այդ պահին, ես ինձ լավ եմ զգում, շոյված եմ զգում, բայց երբ որ հայտնվում է մեկը, որ արդար իմ հետ հավասար է, արդեն մրցակցություն է, մի տեսակ դաշտում, զգացմունքային առաջանում, այս մարդուն ոնց ընդունում ես թե ինքը, ես թե ինքը, սա այսօրվա անկեղծ եմ ասում, այսօրվա քրիստոնեության մեծագույն խնդիրներից մեկն է սա, ոչ թե այս մեկն է, մեծերից մեկն է, որ մենք ընդունելության խնդիր ունենք իրարու ամեն մեկին, իր այն դիրքի պաշտոնի հոգու և ոցության մեջ, որի մեջ Աստված իրան դրել է, փոխանակ, առողջ մտածող մարդը կասի, շնորհակալ եմ Տեր, որ Արմենին դրել ես ստեղ, և ես հնարավորություն ունեմ Արմենին ընդունելով, Արմենի վարձքից ստանալ։ Բատ եմ ասում, դժվար է, հավատացեք դժվար չի, այսօր նորից եմ ասել Տեր հաղթիրից, գիտեք ինչ նախադասություն եմ գրել այսօր, առավոտը, կարծում եմ դուք հնած էիք ժամը 6-ին, ներողություն, բայց ոմանք կարդում կլեին, գիտես ինչ նախադասություն եմ գրել, ասում Տեր, ես չեմ կռվելու, վիճելու, ջանք անելու, ձևեր գտնելու, պայքարելու, ընդունվելու համար։ Ես իմ հետ կկռվեմ, ինձ կհաղթեմ, ընդունելու համար դիմացին։ Երբ որ Աստված խոսում է սրտիդ մեջ, դե ինչ պիտի լինես, ինչ պիտի անես, ոնց պիտի անես, որ ավելի մեծ մասշտաբի կարողանաս ընդունել, որտեղ ով է հավատում, որ Աստված ուզում է իրան բարձրացնի ավելի։ Ով է հավատում, որ Աստված իրան ուզում օրհնի ավելի, ով է հավատում, որ Աստված իրան կանչել է մի հատ ուրիշ բանի մեջ, ուրիշ տեղ, ուրիշ բանի համար, եւ նա պարտավոր է, գիտեք, նույնը քեզ եմ ասում, մի կռվի ընդունվելու համար, քո հետ կռվի, ընդունի ու կտենաս ոնց ես ավտոմատ կերպով ընդունում։ Ամեն, քո հետ կռվի ասա, չես հաղթի, քո վերով անցի, կտենաս ոնց ես դառնում ընդունելի մարդկանց համար, առանց ընդունելու ընդունելություն գոյություն չունի։ Ես չեմ կարող ընդունվեմ մեծ առանց մեծին ընդունելու։ Աստված չի ծառայվում, որտեղ առաջ մենք չենք կարող հնձենք առանց ցանելու, դա մենակ Աստծուն է վերաբերվում։ Հասկացա՞ք։ Մենք չենք կարող, Հիսուսն ասել է, ես եմ էդի մենակ։ Այն մարդը, որ ասեց հիշում եք, դու գիտես, որ ես էդի կարամ անում, դա մենակ Աստծո մոտ է, որ ես կարամ հնձեմ առանց ցանելու, մարդը չի կարող դա անի։ Ամեն, եւ ընդունելը ցանքն է, ընդունվելը հունցք է։ Երբ որ դու մեծին ընդունում ես, դու ցանում ես, բայց երբ որ քեզ են ընդունում արդեն մեծ, դու դա հունցքն է, որը դու անում ես քո ցանածի վրա։ Այն ինչ որ ցանել ես, արի խնդրում եմ սրտիդ մեջ, ես էլ քո հետ միասին։ Արեք այսօր մի քիչ ապաշխարենք այս հարցի մեջ։ Դու ոչինչ չեմ ասեմ մի քիչ ապաշխարենք։ Մի քիչ այսօր ապաշխարենք այս հարցի մեջ, ասենք Տեր, ես իմ սրտի մեջ այսօր Աստծուն չէ, Աստծուն չեմ խոսում, մեծին հավասարին, մեծին եւ ինձ հավասարին ընդունելություն եմ սարքում։ Ես ուզում եմ ընդունել մեծին, մեծի պատճառ, մեծ լինելու պատճառով։ Ոչ թե քաղաքավարության, գիտեք, երբ որ դու դիմացինին ընդունում ես այն մեծի մեջ, որ ինքը կա, դա
քո համար չի, դու քո համար դա չես անում, դա դիմացինի համար անել է նշանակում, դա տալ է նշանակում, ընդունել դիմացինին նշանակում է տալ իրան ինչ-որ մի բան, և երբ որ դու տալիս ես, դա անպայման վերադառնում է քեզ, բարդ եմ ասում, հասկանալի է, չէ՞, տեսակ, կրկնում եմ, երկու տեղում դու պետք է ընդունես, երրորդ տեղում դու պետք է տաս։ Եթե դու մենակ փոքրերին ես կարողանում ընդունել, սիրել, ովքեր քեզնից փոքր են, դու խնդիր ունես ասել։ Ամեն։ Փոքրին ընդունում ես, որովհետև նա փոքր է և դու տեղ քեզ լավ ես զգում։ Գիտեք, եկեք հերթականության բարձրանանք։ Ընդունել փոքրին ինչ մոտիվացիա կա, նայեք, ասեցի։ Հավասարին ընդունելը լուրջ պրոբլեմ է։ Շատ մեծին ընդունելը այդքան խնդիր չի, բայց եթե դու կոմեջ գցում բռնում ես ու սկսում ես մտածել, բայց էսի տենաս ինչ առավելություն ունի, հնձելից որ էսի ամեր տասնապետը, էսի ամեր ուսուցիչը, էսի ամեր հովիվը, ես ինչ վատ հովիվ կլեի, ես ինչ վատ տասնապետ կլեի, ես ինչ վատ քարոզիչ կլեի, ես ինչ վատ ուսուցիչ կլեի։ Գիտեք սենց մտածող մարդը ինչ է մտածում, ինքը կարա անի, ինքը բոլորից լավ կարա անի, պրոստո իրան պակել է։ Ես քեզ խնդրում եմ սիրելի եկեղեցի, խոսացեք տարբեր եկեղեցիների մարդկանց հետ, ուրիշ երկրից եկեղեցիների մարդկանց հետ, կտենակ, որ բոլորի ծառայողական խմբի պրոբլեմների 90%-ը այս իմ ասած թեմայի շուրջ է պատրվում։ Այս թեմայի շուրջ համաշխարհային տիեզերական եկեղեցու համար մեկ խնդիրներից է այսօր։ Այդ սաղ պատտվում է այս թեմայի շուրջ։ Ընդունելության խնդիր ունեմ ես։ Մեծին, մարգարեին ու արդարին ընդունելության խնդիր ունեմ։ Փոքրին խնդիր չի, տարի մի անգամ մի բաշակ ջուր կտամ։ Գիտեք բնագրի խոսքը ինչ է։ Խմեցնել։ Ոչ թե ուղղակի ջուր տալ, այլ խմեցնել, դա տարբերվում է տալուց։ Լսան ինչ եմ ասում։ Խմեցնել նշանակում է, որ ինքը փոքր է, ինքն իրան վիճակի չի, դու պիտի իր համար խնամք տանես, դու ոչ միայն պետք է ասես արկ թալդ որշտկեր, դու պետք է դնես վերանի, խմցնես իրան, կամաց մինչև վերջ։ Սա լուրջ ծառայություն է փոքրին։ Սա ամիսների և տարիների ծառայություն է քեզանից փոքրին, որ դու ոչ միայն ջուրն ես տալիս, դու խմեցնում ես, սա մտերմիկ, շատ մտերմիկ հարաբերություն է քեզանից փոքրերի հետ։ Չես լսում ինչ եմ ասում։ Հոգնած ես, դեր օրսնիք ես, բայց ոչ հոգնածությունը։ Կարողացիր լսել։ Մենք այսօր աղոթք ենք անելու։ Մենք այսօր խոսքեր ենք ասելու իրար։ Ես առաջարկել եմ, որ դու ասես, բայց կասես, թե չէ դա քո որոշելիքն է։ Դու պետք է բռնես մի հատ քեզանից մեծի այսօր, եթե կգտնես իհարկե դահլիճներով։ Ու իրան կասես, ես քեզ ընդունում եմ։ Ու այդ մեծը չպիտի մտածի, մինչև հիմա չէիր ընդունում։ Սա ակտ է, որ ես ու դու պիտի անենք։ Դու պիտի քեզ հավասարին բռնես ու ասես, ես քեզ ընդունում եմ։ Ես քո վարձքից եմ ուզում։ Ամեն, դու այդ վարձը շնորհակալ եմ Տեր, որ մեր մեջ մեծեր կան։ Ու ինձ հնարավորություն ես տվել իր նույն վարձքից ստանալու համար։ Գիտեք, տենում եք, ընդունելությունը ոնց է ավտոմատ վարձատրում քեզ։ Ոնց է ավտոմատ վարձատրում ինձ։ Գլխավոր պատճառներից մեկը չընդունելու գրված է։ Առաջին Հովհաննես, ներողություն, երրորդ Հովհաննես, առաջի գլխի 8-րդ խոսքում կարծում եմ։ Իմաստը չեմ տենում, բայց կարծում եմ 8-րդ խոսքը։ 9 խոսքը ներողություն։ Հովհաննեսը թուղթ է գրում,
ու այսպես է գրում։ Ասում է, ես եկեղեցու գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ սիրում է նրանց մեջ վերակացու լինել, մեզ չի ընդունում։ Մյուս բացատրական ամենաճիշտ խոսքը է սա առաջինը լինել։ Ասում է Դիոտրեփեսը, դավանում է, Դիոտրեփեսը, որ ուզում է առաջին լինել, մեզ չի ընդունում։ Գիտեք ինչն է դուր գալիս, ստեղ խոսք կա, ասում է, որ կամ իր արածը հիշելու է։ Ինձ եմ սիրում այդ չերևացող ճշմարտությունները։ Չի ասում, լավ, արել է, ոչինչ, լավ արել։ Բան չկա, մեր ախպերն արել է։ Ասում եմ, որ կամ ձեր մոտ հիշելու եմ։ Գիտեք ինչ է նշանակում հիշելու եմ, այդ թեման բացելու եմ, իրան բան կա ասելու եմ։ Այո, իրան տեղն եմ դնելու։ Բացը, որ կամ այդ թեման բացելու եմ։ Մի քանի բան իրան ասելու եմ։ Այդ է ասում Հովհաննեսը։ Ասում է, որ չի ուզում առը ներողություն, որ ասում է ուզում է, որն է պատճառը, որ չի ընդունում, ուզում է առաջինը լինի։ Ախի ընձնից լավ քարոզիչ էլի կա, այդպես է մտածում, որ պատկերացնում եք մեկը վերցի էսի, կտրի ասի, ես ինչ եկեղեցու հովին ասում եք ընձնից լավ քարոզիչ էլի, կայից այդ կարը ցույց տա։ Ու ասեն, օր ես ինչ ասում, ես այ քեզի շեղում։ Չէ՞, հիմա, մարդը տենց առաջինը լինել ուզող մարդը, տենց է մտածում, ինքը ես քեզ պատճառ եմ ցույց տալիս չընդունելու։ Ամեն, որովհետև ուզում է առաջինը լինի, ասում է, ես եմ առաջինը, ես սարից լավն եմ, ոնց ընդունեմ, որ ընձնից լավը չկա։ Ոնց ընդունեմ, ասեք, ոնց ընդունեմ, որ ընձնից լավը չկա, ոնց ընդունեմ։ Ես եմ ամենալավը, ես ես եկեղեցում մեր, ամենալավ ես ինչ բանը ես կարամ անեմ։ Հասկանում ես ինձ։ Գիտես Դիոտրեփես ինչ է։ Ուշադիր լսիր։ Ցնցող բացատրություն ունի ես ճակերտավոր եղբայր։ Դիոսի կողմից սնուցված մարդ։ Դիոսի կողմից սնուցված մարդ։ Դիոսը ունական զնեպսի լատինական տարբերակն անվան։ Կուրքի, որի հետևում դև է կանգնած, չաստծո կողմից սնուցված, լցված, ներշնչված, կերակրված անձը այդ մարդն ասում չեք կարում անեք նստեք տեսեք ամելը ոնց ալման այդ մարդն ասում ես պիտի առաջին ըլնեմ ոչ մեկին չեմ ընդունի ովքեր են իմ հետի մարդիկ ընդունում են բարձրերին օծվածներին հոգևոր բարձրերին եկեղեցուց հանում էր դուրս շարունակության ինչ տենց է գրում եթե կարդակ Արսենին ընդունում ես, գնա աղբեր։ Դու պետք է չընդունես իրան, որովհետև այս եկեղեցում ընձնից բացի, ոչ մեկ չի կարող մեծանի, ես եմ առաջինը, ես ուզում եմ առաջին դրնեմ, ով ուզենա ընդունի մեկին, որ ինձ հավասար է կամ ինձնից առաջ, ես իրան եկեղեցուց կհանեմ, դիոտրեփեսական մտածելակերպ, որը կապ ունի անմիջապես, իր սնունդը մտածելակերպը, վարքը ստանում է Դիոսի կուրչից, Զևսից, այսինքն գլուխ Քրիստոսի հետ ընդհանրապես կապ չկա, սնվում է կուրքից, իր մտքից, անաստվածային տեղերից և արտահայտվում է ու գործում է նմանատիպ։ Մենք մերժում ենք, հեռացնում ենք, կտրում ենք, հրաժարվում ենք դիոտրեփեսական ոգուց, դիոտրեփեսական մտածելակերպից, որը սնուցում է ուրիշ տեղից, այն սենց բան կա, չէ, մեկը խոսում ասում, այդ որտից վերցիր։ Այդ ինչ էր ասիր, այդ որտից, Զևսն ասել և իրա հազարավոր օգնականները, հազարավոր փոքր մոքր դևիկները, նրանք են ասել, որ դու առաջինն ես, դու պետք է լինես առաջինը, որ դու սաղից լավ ես, դու քեզնից մեծը չկա, այս եկեղեցում որ դու ընդունես,
Եթե ասող կա էդի դու ես, եթե լսել էդի քեզ պի լսել, Դիոտրեփեսական, գիտեք դու մտածեցիր դա մենակ եկեղեցում է, խաբվել ես։ Թե քո աշխատանքի վայրում դու ամեն օր խնդիր ես տալիս, դու ուզում ես առաջինը լինել։ Թե ընտանիքում կռիվ կա մեծ լինելու, առաջին լինելու դիոտրեփեսական մտածելակերպ է։ Լավ առիթ է ապաշխարելու։ Այո։ Հենց ապաշխարեք, հրաժարվեք, կտենաս այն մարդկանց, որ քո ներքին, ուշադիր լսիր, քո ներքին մտածելակերպի հայացքի մեջ իրանց միշտ քեզնից ցածր ես տեսել, այսօր գոնե հավասար կտենաս, եթե ոչ առավել։ Բայց պետք է կարենաս հրաժարվես։ Ես գիտեմ, որ կապնում եմ ինձ ու քեզ, բայց սա ավետարանի հոգի է։ Սա ավետարանը և ավետարանի խոսք է։ Ամեն։ Ինչ ես կարծում, ընդունելության խնդիր ես ու դու ունենք, թե չէ։ Ընդունվածության խնդիր ունենք, ինչքան ուզեք կարանք պատմենք, կռվենք, որ մեզ ընդունեն, բայց դիմացինին ընդունել իր չափի ու հասակի մեջ, Հիսուսը սրա մասին էր խոսում։ Հիսուսը էս է մեզ բացատրում, որ Դիոտրեփեսն ուզում է լինել առաջինը, այդ պատճառով է, որ մեծերին չի կարում ընդունի, ու Հովհաննեսն ասում է, որ գամ այդ թեման բացելու է։ Չեմ թողել հենց այդպես մնա, որտեղ իրան ասելու բան կա, իր հարցերը պիտի լուծվի, որտեղ եկեղեցում չի կարող մնալ նման ձև ու մտածելակերպ, դա բերում է պառակտում, դա բերում է կռիվ, դա բերում է հոգու մեջ միաբանություն կտրելը, դա օծությանը դեմ է կանգնում, խանգարում է օծությանը, դա սիրուն խանգարում է դեմ է կանգնում։ Ամեն, դե ինքը դառնում է մի հատ բան, հենց հիերարխիա, աստիճանակարգ, և խանգարում է ամեն ինչի։ Համաձայն ես իմ է, այս արկաղոթենք և հաղորդություն կանենք։ Ընդունելը սրտի դիրք է, սրտի մեջ այո ասելը։ Երբ որ Տեր Հիսուսը խոսում էր փոքրերի մասին, ուշադիր լսիր, փոքրին մի բաժակ ջուր տա, սառը ջուր տա, վարձքը չի կորցնի, գիտեք դա որ տեքստին է պատասխանում, դրանից վերևներում տեքստում, աշակերտները Մարկոսի ավետարանի մեջ, աշակերտները Մարկոս 9-ում, աշակերտները արգելել էին մի հոգու ծառայել և դև հանել, որովհետև իրանց հետ չէր պտտվում այդ մեկը։ Լսեցիք ինչ եմ ասում։ Եվ Հիսուսը, որ ասում էր, ով որ փոքրերից մեկ Համարեսյանի, դա այդ կոնտեքստից է, որ դուք, ասում աշակերտները արգելել էին այդ մարդուն։ Գիտեք, այո, մեծերը փոքրերին արգելելու սովորություն ունեն։ Մեծերը փոխարակ փոքրերին սարջուր տան, արգելում է փոքրերին։ Դե չէ, ընդունում եմ, այո, այդպես է։ Առաջին ինձ եմ ասում, միշտ։ Երևի չեք դիկան մատերի վրա քարոզիչկան հովիվ կգտնեք, որ ինքը այդքան իրա դիրքին կպնի, ինքը այդքան իրան կպնի, ոչ թե դիմացինին մեղադրի, այլ իրա դիրքին կպնի, իրան կպնի, հասկացաք ինչ եմ ասում։ Այո, մեծերը փոքրերին արգելելու բնավորություն ունեն։ Կարող են արգելում են քեզ չանես, որտեղ դու մերը չես, եկան Հիսուսին պատմի, մտածեցին ընտիր բան են արել։ Սիրում եմ Տեր Հիսուսի ուղիղ պատասխաները, անկախ նրանից կներվեն թե չէ։ Հիշում եք, չէ։ Բացատրած եմ ասել, սխալ եք արել, որ արգելել եք։ Շատ սխալ։ Մի արգելիր։ Փոքրին դու կարաս ջուր խմցնես ու շատ դրսից, տեքստն եմ բացատրում։ Այն փոքրը, որ դու առաքյալ ես ինքը չէ, ինքը քեզնից փոքր է դու մեծ ես։ Դու փոխանակ իրան մի բաժակ ջուր տայի, որը կներ իրան քաջալերելը, օրհնելը, սովորեցնելը, օգնական լինելը, ձեռքից բռնել, բարձրացնելը, որպեսզի ինքը ավելի եռանդով գործի։ Դու իրան արգելել ես։
Երբ որ դու փոքրին քաջալերում ես, օրհնում ես, տեղ ես տալիս եւ այլն, դա նման է նրան, որ դու իրան մի բաժակ ջուր տվեցիր, խմցրեցիր դու իրան կյանք փոխանցեցիր, դու իրան օրհնություն փոխանցեցիր, դու իրան գոտե պնդեցիր։ Գիտեք, այսքան որ ասում եմ, մի հատ ընծայի խոսք խոսացել, ով ուզում ծառայի, ով սերունդ ուզում, ով ուզում աճի հոգևորության մեջ, բայց գիտեք, հենց ուղղակի ասում եմ ասելու համար, որ դուք էլ ասեք, հա, մալադես, ոնց որ մտածում, հա, բայց ջուր եմ խմցնում, սարը ջուր եմ տալիս, ընդունիր էդի, ասա, ես կանեմ, ես ուզում եմ, ասել եղբայր, եկեղեցի, ես ուզում եմ, ես կանեմ, ես կարամ անեմ էդի, ես ուզում եմ ծառայել, իմ մեջ վարվում է, կարող է այդ հարցի մեջ քո նման չեմ մտածում, կարող է քեզնից փոքր եմ, ընդունում եմ իմ փոքր ելնելը, բայց ես կարամ էդի անեմ, օգնիր ինձ, որ անեմ, Հիսուսը հանդիմանեց առաքյալներին, ասում է, ինքը փոքր է, դուք իրան մի բաժակ պահճուկ չտվիք, որ խմի։ Տված ելնեիք դրա համար էլ վարձք ստանայիք, ձեր վարձքը չեր կորի, և այս է պատգամը Տեր Հիսուսի մի արգելեք։ Ամեն, թողեք մեկ ուրիշ իմաստով, թողեք ձեր ներսի փոքրերը խոսեն, դրանք երկնքից ծնվածներն են։ Գիտես քո ներսում հիմա ինչքան փոքր բան, գիտես, ով իր մեջ պառաբանություն ունի, ով իր մեջ երկրպագություն ունի, ով իր մեջ հայտնություն ունի, ով իր մեջ սեր ունի, հնազանդություն, միապանություն, հոգևոր լիքը բաներ ով ունի, ես ունեմ։ Գիտեք, դրանք աստվածային են, թե չէ։ Այո, գիտեք, դրանք փոքր են, այսքան։ Բայց մեծ կոչվածը կարա արգելի այդ Աստծո ծնած փոքրին քո մեջ։ Գիտես, դու երբեք չես ուզենա մոտենաս Տիրոջը։ Քո ներսի փառաբանությունն է, խոսքը, երկրպագությունը, հոգին, Աստծուց ծնվածն է քո ներսի, որ ուզում է մոտենա Տիրոջը։ Աշակերտներն ասում են մի մոտեցի, հիմա զբաղված աղջիկը։ Հիսուսը ասում է, այս էլ ուրիշ պատմություն է, ասում է մի արգելեք, թողեք երեխեքի մոտ գան, երեխեքը երկնքից, երկնային հոգևոր ծնած Աստծո դրած պարգևները, տաղանդները, շնորհներն են, մեր մեջ հոգևոր բնավորություններն են, որոնք ձգտում են Աստծուն, բայց մեծը խանգարում է։ Քանի հոգու միտքը աշխատեց այսպես, որ ասեցի մեծերը խանգարում են կամ մեծը խանգարում է, աչքի առաջ եկավ հովիվը, իր դասնապետը, եկեղեցու առաջնորդները, որոնք խանգարում են, որ ինքը մեր ոչ, քո մեծ փուչ միտքն է մեծացե ու քեզ խանգարում է, որ դու մոտենաս Տիրոջը։ Հասկացա՞ք ինչ եմ ասում։ Քո միտքը, որ քո մասին այնքան մեծ է մտածում, արգելում է քո ներսի հոգևոր թազա ծնված բաներին, որ ասում է, ես մեռնում եմ իր համար, իրան եմ ուզում, ձենդ կտրի, չես տենում գործ ունենք, հիմա ինչ կարդալու աղտա։ Ուզում եմ գնամ ծառայության, փառաբանեմ, երկրպագեմ, խոսք լսեմ, աղոթեմ։ Չես հասկանում, մեծ միտքը, հիմար միտքը, հպարտացած, խեղդում է ներսի հոգևոր երեխուն, որ ուզում է աճի, մեծանա մոտենա Տիրոջը, հիմա դրա ժամանակն է, դեղին գիրաս չբերիր կանվոտ անենք, եսի մեր ընտանեքից ասին, մուրավա անենք, հիմա դրան բախնա, Պտի եսի անենք հիմա, հիմա պտի ես գործը մնաց, էնի մնաց, ու եկել ես ասպես, էլի կանեմ, հիմա ամառը շոկա, հիմա պաշտանունքի սեզոն չի, գործերս մնաց, հայաթս, ամեն ինչ ես մնացել է, գիտեք, մենք մտածում ենք ես բաները սովորական են, անկեղծ եմ ասում, եթե դու այսօր ինձ հասկանում ես, սրանք են թշնամիները, սրանք են, որոնք արգելում են, քո վերստին ծնվել ես, այսքան բան ունես 20, 30, 10 տարիա, էլի հետքան ունես, դու ինձ ասա, դա նորմալ է, թե չէ, հասկացանք, որ երեխաները պարտավոր են մեծանալ, բայց նորմալ չի, չէ, որ ապաշխարության առաջի տարիում էլ էի աղոթում 10 րոպե, հիմա էլ եմ աղոթում 10 րոպե, բայց վարշե կամ էլ ավելի քիչ։
որ ապաշխարության առաջի տարում էի կարդում շաբաթ մեկ գիրք կամ օրը մի գլուխ, հիմա էլ եմ այդքան կարդում, հիմա էլ նորմալ չի, չէ, եկեք անկեղծ ասենք, գիտես, սա է արգելում, որտեղ այնքան ինքս զբաղված է հիմա, որտեղ իրան մոտ այնքան արժեքների փոփոխություն է եղել, դուք մտածում եք ամենասկզբից, որ ասի, ասում է Արսեն, ինք խոսում ես էլի, գիտես պատահական եմ ասել էդի, գիտես չեմ հասկանում, այն տեսակի մարդու մտածելակերպը, ով որ ունի հոգսեր, երբ որ իրան հոգևորություն ես առաջարկում իր հոգսերի մեջ, իր ավտոմատ ռեակցիան ինչ կարա լինի պատասխանը, ասում ես էլի, ու գիտեք ինքը հազարատ արդարացում ունի, իրավաբանության դոկտոր պրոֆեսոր, հազարատ արդարացում ունի չանելու համար, անես պատճառներ կբերի կարող ասես, արա դե ճիշտ ասում եք, գիտես ես վերջին ժամանակներում ինչ եմ հայտնաբերել, ասեմ քեզ ու աղոթենք, եթե ձեր կյանքում ունեք մարդիկ, որ դուք հեռվից նկատի ունեմ, որ այդ պահին իրար հետ չեք և չկա իրար զրույցի ազդեցությունը, կամ շփման ազդեցությունը։ Եթե դուք հեռվից իրար մասին մտածում եք ուրիշ ձև, ուշադրիր լսի, շատ կարևոր բան եմ ասում։ Ու երբ որ գնում ես իր այդ խոսելու, սկսում ես մտածել ուրիշ ձև, ասես արա դե ճիշտ ասում եմ։ Հետո հեռվանում ես նորից ես գալիս են միջև մոտենալու մտածելակերպի։ Հետո գնում ես նորից ես, որ խոսում ես նորից տենց ես մտածում։ Մենք և դուք բոլորս լուրջ ազդեցություն ունենք տվյալ իրադրությունից ու տվյալ անձերից։ Սա գիտեք առաջի անգամ երբ եմ ապրել 2013 թվին։ Տենում եմ լիքը բաներ, որ արվում վատ։ Մոտենում ես, որ խոսաս, դու պատրաստած եկել ես զրույց անելու։ 100%-ով գիտես, եսի բաժակա, ինքն էլ ասեց, որ եսի բաժակա։ Գալիս ես խոսալու, խոսակցությունից այնքան ես ազդվում, ընկնում այդ ազդեցության տակ, այդ պայն ասում ես արա, ես եմ որ եմ հասկացել։ Մի քիչ հեռվանում ես, մյուս օրը ընկնում ես քո իսկական տեղը։ Ամերիկայում մի եղբայր մի հատ պատմություն պատմեց, ասեց Արսեն եղբայր կյանքիս մեջ հեզապելի ոգու այդքան բացահայտ ազդեցություն չեմ տեսել, այսքան տարի ծառայում եմ հովության մեջ տարբեր ծառայությունների, ինչքան որ մի հատ քույրիկի։ Գնել են քույրեր, բայց ավելի շատ Մանա, ասում մի հատ կին, սաղի խարվել էր իրար։ Սաղի տրամադրում էր իրար դե ոչ մեկ չեն հասկանում ինչա կատարում։ Ասում մենակ ես եմ տենում հասկանում ինչա կատարվում։ Ասում ոչ մեկս չեն կարում իրա վրա։ Ասում մի հատ ուրիշ հովիվի շատ ավելի մեծ մեզնից։ Ասում զանգեցի պատմեցի ինչերը արվում լրիվ ճշմարտություն էլի։ Ասում եկավ ասենց հեսա գամ, հեսա տես դրան ինչ եմ անում։ Ոնց որ Հովհաննեսի պես գալու եմ այդ թեման բացեմ, հեսա տես ու ճշտով իրավունքով, այո, հեսա տես ինչ եմ անել։ Ոչ թե անձին, այլ հասկանում եմ։ Ասում եկավ մտավ հետը խոսալու, ասում 5 րոպե դուրս եկավ ասեց այ ախպեր ճիշտ է ասում։ Ասում ասեց գլուխս բռնել է, ասեմ ոչ ճիշտ ասում։ Ասում ախպեր ճիշտ է ասում։ Ասում նստավ ավտոն, գնացինք 15 րոպե հետո հետում ենք։ Ասում մեկին ասեց Ալի մի հետ քշի, այդ ինչ էր խոսում, ալի քշի տես հեսա դրան ինչ եմ անում։ Ասում գնացինք մտավ նորից խոսալու, նորից հետավ ասեց Ատե եղբայր ճիշտ ասում է։ Սա գլացելու բանը հասկանում եք ինչ ասում։ Հասկացաք ասացես ինչ է։
Ոչ մի ազդեցության տակ մի եք խնդրում եմ, ոչ մի ազդեցության տակ չմնաք։ Աղոթեք թող Աստված ձեզ բացի որնա սխալ ազդեցությունը, որ կարող է ձեր վրա ազդի։ Դուք հեռվից ավելի ճիշտ եք մտածում, որտեղ հեռվից ազդեցությունը չկա իրար։ Հենց որ մոտենում եք, ընկնում եք նրա մեջ։ Ես Հեզաբելի մասին երկու բան եմ ասել, ասում եմ չասեմ, բայց ոչինչ ժամանակ ունեմ։ Հեզաբելի մասին ես երկու հատ բանալի եմ տենում, երկու բան կարևոր Աստվածաշնչում։ Առաջի բանը սա, Աքաբի կինն էր, չէ ինքը, ասա հա, ասա ամեն, Աքաբի կինն էր, Աքաբը մի օր եկավ տուն, նեղված, թագավորը, կիսալացած, հուզված, պռոշարով, Նաբովթը իրա ծառանոցը չի տալիս ընձիր, Էրե թագավոր տղեն երեխու պես, Կնիկ նասմը ինչ այլ է, որ խռովել ես հացը չես ուտում, Նաբովթը այդին չտվեց, ասեց գնա հացը կեր հանգիստ կնի, ես վաղ այդ հարցը կլուծեմ։ Գիտեք դա ինչ է նշանակում, Աքաբը իրա թագավորական իշխանությունը տվեց Հեզաբելին։ Հեզաբելը հիշեք գործում է միայն իշխանավորի թույլտվությամբ, եթե իշխանավորը դիրքի մարդը իրա թույլտվությունը չտա իրավունքը, Հեզաբելը զրո է որևէ բան անելու համար։ Տեսար ես առաջինը, վերցրեց առաջի դեմքի իշխանությունը և օգտագործեց Նաբովթը մեռավ։ Եթե հիշում մեռավ, չէ՞ մի հատ սպանեցի։ Երկրորդ Հեզաբելի, որ տենում ենք հայտնության գրքում, Տեր Հիսուսը, որ խոսում է եկեղեցուն, ասում է թույլ ես տալիս, մի հատ ասա թույլ ես տալիս։ Թույլ ես տալիս, որ Հեզաբելն իրան ասի մարգարեի։ Ով է թույլ տալիս եկեղեցին, եկեղեցու առաջի դեմքերը, Հեզաբելի ոգուն թույլ է, իրանց իշխանությունը դիրքը, զիջել է սխալ ոգու, անաստվածային, ինքն էլ իրան համար իրան հրճակել է մարգարեի, բայց եթե իշխանությունը եկեղեցու ճիշտ մարդ, առողջ, զանազանող մարդ լինի պայ, գիտես ինձ չեն մոտեցել այդպես առաջարկներով։ Գիտեք տարիներ առաջ պատմել եմ մի 2-3 շրջանակում փոքր։ Տարիներ առաջ մի զույգ մոտեցավ ինձ։ Գիտեք ինչ էին ասել։ Մեր բառաբանությունը սուպեր է, չէ՞։ Այո։ Իսկապես սուպեր է։ Հարկ տիրոջը բոլորի համար։ Եթե հիմա իրանք էտի վերջին իրանց վրա սենց արին, այդի որ ինչ է։ Ամեն։ Սերանա, բառաբանության խմից մենակ թողեն մեկը մն, ամենալավ ինքնա երկում, են էլ էսոր մեր եկեղեցում չի, էդի անե հետ լավ երկով։ Հեզաբելն է։ Որ ուզում է եկեղեցու առաջի դեմքի իշխանությունը վերցնի, այսքան թույլտվություն ստանա և սկսի եկեղեցու մեջ փոփոխություններ անել։ Բոլորն էլ գնացին անդարձ Ավիթյան։ Եթե լսեի, ուզենա ասի արա, այս մարդները ընձենից շատ են հասկանում։ Տնգլ-մնգլ տաշի տնգլից։ Լսեի իրան, կինո երել է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ու լիքը հիմա էդի հիշեցի, բայց եղե նման դեպքեր, որ ձգտում են իրանք ամենամեծին այդ կառույցի, ամենաառաջինին, իրանից ուզում են իշխանություն ստանալ և սկսեն յաթաղանով տեղափոխություններ անել։ Դնել իրանց սրտի, իրանց ուզած, իրանց հնազանդ մարդիկ, ով իրան անվերապահորեն access card. Yes, okay. Yes. Ես հայոն անգլերեն, ամել ասավ իմանակ։ Հասկանում ես ես, այնքան կարևոր բաներ է սրանք։ Բայց մի րոպե ամփոփեմ անգլի ոտքի։ Լուրջ ապաշխարելու առիթ կա այսօր։ Եթե ասես իմ սրտի մեջ այդպես մարդ չկա,
որին ես իրար դիրքի մեջ չընդունեմ, չեմ հավատում։ Չխաբես քեզ։ Եթե ասես, չկա այդպես մեկը, որ իմ կողքի բոլոր հավասարները, որոնց հետ ես հավասար եմ, սաղի այդպես ընդունում եմ, չեմ հավատա, չխաբես քեզ։ Եթե ասես այդպես փոքր չկա, որին ես գայթակղեցնեմ, միգուցե այն մարդը, որին ասել էի, մեր հետ չես պտտվում, հոգևոր գործ չանես, միգուցե դրան գայթակղեցնել էի, դրա համար Հիսուսը պատմեց այս շարունակության մեջ, եթե ձեռքդ քեզ գայթակղեցնում է, ոտքդ գայթակղեցնում է, հասկանում ես ինչ եմ ասում։ Ես էլ այսօր թողեք ավելացված ասեմ, Հիսուսը օրգանների վրա է բերել և չէ կարող բոլոր օրգանները շեշտել, բայց ես էլ քեզ ասում եմ, եթե քո մեծ լինելու ցանկությունը, առաջին լինելու ցանկությունը քեզ գայթակղեցնում է, կտրիր քեզ, գցիր քեզ դրա բան, քեզանից հետի։ Եթե մեծին ընդունելու հարցը քեզ գայթակղեցնում է, դու չես կարող ընդունես, կտրիր հեռացրա քեզանից։ Որտև հիշիր, կա քեզանից մեծ, կա քեզի հավասար և կա քեզանից փոքր։ Բոլոր մարդիկ, այս բոլոր կատեգորիաները իրանց կյանքում ունեն, անկախ նրանից իրանք ինչքան փոքր են, անկախ նրանից իրանք ինչքան մեծ են, բոլոր մեծ են իրանցից մեծ ունեն, բոլոր փոքրերը իրանցից փոքր ունեն և իրանց հետ հավասար ունեն, կարողացին ընդունել, խնդրում եմ։